Բարելույս քույրեր, Փառք Աստծո ասկեղեցիկ օթին համար եւ ասկե սիրո մտնոլորտին համար, որ փովքովի կալով մեգս մեկ կքաչալերենք, Աստծուպես շնորհակալ ենք ամեն ադեն ամեն բանի համար։ Եվ ինչպես գիտեք, կշարունակենք Լերան Կարոզը, անցյալ անգամ նայեցանք, որ մենք երկրի աղնենք։ Մատթեոս 5:13։ Եվ այսօր պիտի նայենք Մատթեոս 5:14 եւ 15 համարները, եթե սետակույրը մեզի համար գարտա։ Մատթեոս 5:14 եւ 15։ Դուք եք աշխարհի լույսը։ Քաղաքն որ Լերան վրա գեցած է, չի գնար բախվի։ Ուջրակը չեն վարեր եւ տներ շրջանցի Քրվանի դակ։ Հավա աշտամագի վրա որ լույս բոլոր դան մեջ եղողն։ Շնորհակալ եմ։ Ուրեմն անցյալ անգամ Հիսուս ասավ թուգեք երկրի աղը եւ աղին հատկանիշներում նայեցանք ինչպես բահբանե գմակրե զարավ հարաճացնե համգուդա եւ ադոր նմանությունը որպես հավատացյալ ինչ պետք է լա մեր կեցվածքը որպես մենք ադիգացուցապերենք եւ Հիսուսի մագտարնա գսե թուգեք աշխարհի լույսը հիմա մեծավ մասամբ ամենասալ եկած են երկիրները պատերազմի եւ շատ լավ գիտենք ինչ ասել է երեքտականության չկոյություն բոլորս երբ որ ծնանք արդեն երեքտականություն միշկար լապտերներով չենք ծնած թարաշրջանի մեջը չենք եղած բայց եւ այնպես գիտենք ինչ ասել է որ էլեկտրիսիտի չի գա եւ ադիգա որքան դժվարացնե կյանքը ես կհիշեմ բադանեգության ադեն մոմի լույսի դակ Տասկը սորվեի, քնություններ անցնելու համար դպրոց պիտի երթանք։ Ամիսներ դիպանան բادرազմի, 3 ամիս գրեթե էլեկտրիսիտի չունեինք։ Լվացքը ցերկով գլա, ամեն բան ցերկով եւ օդ դակ ամար սառնարան չի գա, ահավոր է։ Ուրեմն որքան կարևոր է լույսը, որ մեզի պետք է մեր կյանքին համար։ Եվ հետաքրական է որ Հիսուս հիմա հոսքս է որ թուգեք աշխարհի լույսը Բայց նայեցեք թե Հովաննու 8:12-ի մեջ Հիսուս ինչ ասավ John 8:12 Սիլվակույր հաջիս կարտա Հովաննու 8:12 Արդ Հիսուս նորեն խոսեցավ անոնց լույսը Ես եմ աշխարհի լույսը ան որ իմ ելևես կա խավարի մեջ բիի չկալե Հավա գնաց լույսը բիի ունենա Շնորհակալ եմ Հիսուս ինքը գսե որ ես եմ աշխարհի լույսը Հոսագտարնա մեզի գսե որ թուգեք աշխարհի լույսը Դարձյալ ոչ թե միան Հիսուս Աստված լույս է եւ ասի դեսնենք առաջին Հովաննու 1 5 6 7 համարներու մեջ 1 John 1 5 6 7 Jacqueline Ասիգայը այն պատկամը, որ իր մեր լսեցիք ու ցեզի գիմացնեք, թե Աստված լույս է ու անոր մեջ բնավ խավար չկա։ Այո Եթե ասենք, թե անոր հետ հաղորդակից եք ու խավարի մեջ կդդինք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք ասեր։ Հաջորդ համարը Էմմա Հաբա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիգա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք ու անոր որդին Հիսուս Քրիստոսին արյունը մեզ ամեն մեղքի կսրբե։ Շնորհակալ եմ Արփիկ 7-րդ համարը արաբերեն գրնաս կարդալ ولكن إن سلكنا في النور كما هو في النور فلنا شركة بعضنا مع بعض ودم يسوع المسيح الذي يطهرنا ودم يسوع المسيح ابنه يطهرنا من كل خطيئة Ամեն Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքի կսրբե ուրեմն Աստված լույս է Լույսը ցայն կհանի քույրեր գբորա կգան չէ լուր է եւ մենք առանց լույսի չենք կնար ապրիլ Լույսը ինչ կնե խավարը կփարադե մեկ հատ մոմ վարեդեղում արդեն խավարը որոշ չափով կփարադի Լույսը փայլուն է հստակ է կչերմացնե չերմոչում ուդա աջուն կհարաճացնե եթե արև չլա փուսականությունը չաջիր լույս պետք է որբեսի փուսականությունը աճի Եվ լույսի մի քանի հատկանիշները ցեզի ասեմ, լույսը գայուն է, հաստատուն է, consistent, միշտ նույնն է։ Միշտ լույսին արագությունը 186,000 մղոն 1 երկվարգանի մեջ։ 186,000 մղոն գերտա
մեկ երկվարգանի մեջ լույսը կարևոր չէ որ ուր է ուր որ լա աստղերեն արևեն լուսինեն ովև մեկ լույսի արագության ճամփորդությունը նույնն է հաստատուն է միշտ լույսը դիեզերական է universal ամենտեղ ամեն մարդու համար նույնն է աղքատին նույնն է հարուստին նույնն է լերան վրա լաս նույնն է փոսի մեջ նալած լույսը universal է դիեզերական է լույսը դարձյալ անժամանակ է հավերժական timeless այսինքն չի փոխվի իր հատկանիշները միշտ նույնն է թարավե իվեր նույնն է ըստեղծագործությունն իվեր նույնն է եւ ասի գտեսնենք ծննդոց առաջին գլխուն 3-րդ եւ 4-րդ համարի մեջ Genesis 1, 3 and 4 զաղիկ Եվ Աստված ստավ լույսը լա ու լույս եղավ Եվ Աստված տեսավ լույսը որ բարի է ու Աստված լույսը խավարեն զարեց լույսը Աստված ստեղծեց ըստեղծագործության առաջին բանն է ասիկա գտեսնենք ծննդոց սկիզբին իվեր Աստված արդեն հոյություն ուներ ինքը միշտ առաջին բանը որ ասավ լույսն է լույսի կարևորությունը գտեսնենք որքան ցույց կտա եւ բախվդած բաները Երևան կհանե Գիտես, երբ որ փամը կփնտրես մութի մեջ չես կնալ գտնել, ինչ կնես, ֆլաշլայթ մը կվարես, մոմ մը կվարես, լույս կփանաս, որբեսի տեսնաս։ Քանի որ կհստակացնի։ Դարձյալ Փիլիպեցիս 2:15 տեսեք ինչ կսե, Philippians 2:15 որբեսի լականտից ու անարատ, Աստծո որդիներ առանց մեղադրանքի, գամագոր ու խոդարյալ ասքին մեջ, որոնց մեջ Թուք լուսավորներու պես կփայլիկ աշխարհի մեջ։ Շնորհակալ եմ։ Թուք լուսավորներու պես կփայլիկ աշխարհի մեջ։ Թուգեք աշխարհի լույսը, ասավ Հիսուս։ Լույսը ինչ կնե։ Լուսավոր է։ Illuminates։ Ճշմարտությունը մեջտեղ կհանե։ Հագարակը ինչ է ասոր։ Եթե լույս չէ, գամբոդի, գմտնա, շվարում կհարաճացնե խարխափելու գդանի չէ եթե լույս չի գա որովհետեւ մենք լուսավորենք ճշմարտությունը պետք է ասենք եւ անգեց թափանցիկ իսկական ցևով Հիսուսի ասած ասե որ դուք իրական լույս եղեք անգեց ճշմարիտ հստակ ոչ խափեպա ոչ զուրումուր քանի որ մեկը գտնա զուրումուր լույս ալալ չէ ճշմարիտ եղեք լույսը դարձյալ հայելի է mirror Գստակացնե, precisely, հստակ պատկեր գծոլացնե։ Եվ ցույց կտա ճշմարտությունը մասնահատուկ ցևով։ Եվ ասիկա կտեսնենք 2-րդ Կորինթացիս 3:18-ի մեջ 2 Corinthians 3:18 բայցարկույր Բայց մենք ամենքս բաց երեսով դերոջը փառքը որպես թե հայելի մեջ տեսնելու նույն պատկերին համաձայն կնորոգվենք փառքը որպես թե դերոջը հոգի է Ուրեմն մենք ասնույս ուրդեն գարնենք աստուծո մեկ առնենք Հիմա մենք գիտենք որ մեզի լուսավորող էակները ինչ են աշխարհի մեջ արևը երկունալ լուսինը լուսինը ինքնին լույս չունի ինքը ասենք գույդ մնե քարերու ժայռերու ավազի գլոր գույդ մնե բայց որքան որ արևեն լույս առնե այնքան լուսավոր է Գիտեք երբեմն lunar eclipse կլա, այսինքն աշխարհը արևուն եւ լուսինի մեջտեղ կա, կխավարի, լուսինը կխավարի։ Եվ ադիգա ասել է որ լույս չառներ որ դու որքան լույս կառնես, հայելի ես, աստուծո մե այնքան ուտաս։ Որքան չառնես, այնքան չես տար։ Լույս ինչպես որ լուսինը ինքնին լույս չունի, այլ գծոլացնե ինչ որ արած է։ Որքան զորավոր է քո լույսը։ Որքան ժամանակ կանցնես աստուծո հետ լման լուսինի պես կլաս full moon երբեմն մահիկ կլա գիտեք հազի sliver ասենք խավար է շատ բզդիկ ջղջին բայց թե բզդիկ լույս մկա որպես հավատացյալ ամեն մեկս որ հայելի ենք լույս ենք Հիսուսի բանը բիդի ցոլացնենք հաշի բիդնես որ քո լույսը որքան զորավոր է որքան մոդենաս աստծո որքան գարտաս որքան սորվիս գիտությունը լավ է բայց ցանկի եթե չի վերածվի անիմաստ է մեր լույսը անիմաստ է լույս կա բայց խավար է եւ դարձյալ լույսը գարաչնորդ է գիտեք քո խոսքը դին ոտքերուս ճրակ եւ իմ շավիներուս լույս է գարաչնորդ է ուղղություն գուտա perceptive մեզի perspective գուտա հոգեոր միտք գուտա ըմբռնում գուտա հասկացողություն
Եվ ասի օրինակ մոնիկ Սուրբ Գիրքի մեջ, գիտեք Եղիսե մարգարեն արդումը իր դարան արծնցավ։ Շուգա բիդերտար կորցմը բիդներ թուրսելա, որ ինչ կա թուրսը, մեծ բանակ կա։ Խոջաբորներ սեկավ, դեր իմսավ։ Թշնամի սուրիացի բանակը օսեսավ, ուր բիդերտանք։ Եղիսե բայց հոգևոր ըմբռնում ուներ, անկան զորավոր ուղղություն ուներ Աստծո լույս արած էր, ասա որ քո աչքերը կոծեն, երբ որ աչքերը բացավ տեսա որ դուրսը փանակ կա։ Աչքերը բացվեցան եւ տեսավ ճշմարտությունը, որքան լույսի մեջ ապրիս, անկան ճշմարտությունը լավ տեսնես քույրս։ Եվ որքան որ լավ տեսնես ճշմարտությունը, լավա գծոլացնես։ Եվ քո ածոլացումը դե որ թիմացինին ուղղություն ուտա։ Քո ծոլացումը դե։ Մենք շատ լավ գիտենք որ օվկիանոսներու վրա, ձովերու վրա, լիճերու վրա մեծ նավեր, որովհետեւ նավահանգի սերտան ինչի պետք ունին, փարոսի պետք ունին։ Շնորհակալ եմ։ Փարոսի պետք ունին, քանի որ փարոսը այդ լույսն է որ գարաչնորթե նավերուն, որովհետեւ նավահանգի սերտան։ Կպատմվի որ ասիկա իրական է, եթե չսխալիմ, Newfoundland, Կանադայի, այսինքն մեր Ատլանտյան ձոցին, at մեր նահանգներեն մեկուն, մեծ ամերիկյան նավը, մեծ նավադորմը, Ատլանտյան ձողում վրա, թեպի at ձովապը պիտի կա։ Ուրեմն կապտենը գտեսնե որ թիմացը ուրիշ նավը գտեսնենք, քանի որ փոթոր գալիս է, ասանք ալիքները վեր գելեն գիչնան, at լույսը որ գտեսնե Փանգներ ռադիով լուր գղրկե գսե հաջիս 20 դիգրի անտին կնա։ Ես մեծ նավ եմ գուքամ որ։ Թիմացեն գսե որ տուն անտին կնա։ Կապիտանը կփարգանա։ Գսե անտին կնա գսեմ որ քեզի։ Թիմացեն նորեն ռադիոյին պատասխանում կա տուն պետք է 20 դիգրի անտիներ տաս։ Ազայրուտով կապիտան անգամ եւս կփարգանա գսե որ ուղղությունը փոխե եթե ոչ իրար պիտի զարնվենք։ Թիմացեն պատասխանում կա որ ես փարոս եմ Տուն պետք է ուղղություն փոխես։ Տուն պիտի պիտի զարնվիս։ Ուրեմն քույրեր, մենք լույս պետք է ելնանք։ Մենք փարոս մարդիկ պիտի գրվին քեզի հետ։ Եվ տուն պիտի ասես, որ ճշմարտությունը ասե, խոսքը պիտի փանաս։ Տուն եթե քու մեղավոր վիճակը չի դառնաս, տուն պիտի զարնվիս եւ պիտի գործվիս։ Ուրեմն ասպատկամը շիդակ պետք է ուղարկենք մենք։ Անվախ պետք է դանք գործված ժողովրդին եւ ասենք որ ասե ճշմարտությունը փանակ եւ ասենք որ դու մեղավոր ես Հիսուսը միակ ճամփան Հիսուսը ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը եւ մենք որպես հավատացյալ ատույս պետք է ելնանք գործվող հոգիները թեպի դերոջը առաջնորդելու մեր բարձրականությունն է զգուշացնել հիմա երբ որ կարդացինք մենք աս համարը որ գսե ցուգեք աշխարհի լույսը քաղաքը որ լերան վրա գեցած է Մա պատկերացուցեք ինքսիգնից կոնե մենք անոք լիբանանցի են հավանաբար Սուրիա, Իրաք, ուրիշ տեղերալ քյուղեր կան։ Քյուղ գելեք իրունադեն, հերույեն լույսեր կբլբլան, հասած հասնենք որ գսենք, փլուրիմը վրա, կարի որ լույս կա, քաղաք, որ լերան վրա, ձե չի գնա բախվի, չես գնար ասել, որոն քաղաք չի գա, գտեսնես այդ լույսը, երևելի է, Ուրեմն երբ որ Հիսուս մեզի գնմանցնե որ քաղաքի որ վերան լրար վրա լեր գեցած է, ասել է որ մենք պետք է հայտնի ելանք, visible, որ մարդիկ տեսնեն մեզի։ Եվ եթե միայն մեկ լույս չէ, մի քանի հավաք երբ որ կովկովի կան, բզիկ լույսեր ասան, ավելի հստակ առաջնորդություն կլա, չենք կրնար բահվի։ Կարելի չէ որ իրական հավատացյալը իր լույսը փոխարկի։ Քախտնորեն բահենք սինքը։ Եփեսացիս 5 8, 9, 10, 11 համարները հիմա բիլի խնդրեմ, որ մեր քույրերը գարտան Ephesians 5, 8-11, նեկտար քույր ռամե։ Կազի տեր ադեն մտուկ խավարեիք, այցի մա լույսեք դերոջմոր, ուստի լույսի որդինու բես կալեցեք։ Շնորհակալ եմ, հաջորդ համարը դիգիմարի թիվ 9։ Այո, հաջորդ համարը Դասերորդ համարը 10
Շնորհակալ եմ, Արմիկ քույր։ ու գծորդ մի լատ խավարին անպտուղ գործերում, այլ մանավանդ անտիմանեցի։ Շնորհակալ եմ, ուրեմն դուք խավարի մեջ էիք, բայց հիմա լույսով որդիներ եք։ Խավարին լույսի եկած ես։ Եթե եկած ես լույսը պետք է փայլի հիմա ուրեմն քույրս, որբեսի խավարի մեջ շատ մարդիկ կան։ Դուք ունիք բարեկամներ, ասկականներ, որոնք խավարի մեջ են։ Լեցուն։ Ուրեմն մեր բարդականությունն է այդ լույսը լալ, քաղաքը, որ լերան վրա գեցած է, չի գնալ բախվին։ Այդ քաղաքի որքան բարձր փարես լույսը, այնքան ավելի կդարածվի։ Որքան փոսի մեջ բայես չի տեսնվի։ Ասենք բզիկ միան շողմը գարցակի, բայց երբ որ բարձր ես, քաղաք մնես, լերան վրա գեցած քաղաք մնես, չես գնալ բախվին։ Այլ կդարածվիս։ Ուրեմն Հիսուս մեզի կնմանցնե քաղաքիմը, որ լույս կուտա Փարոսի նման։ Ինչպես քիչ առաջ այդ Փարոսի պատմությունը տեսանք։ Հաջորդ համարը 15-րդ համարը գսե ու ջրակը չեն վարեր ու տներ քրվանի դակ։ Հաբա աշտանագի վրա եւ լույս կուտա բոլոր դանը մեջ եղողներուն։ Ջրակը, որ Հիսուս հոսքը խոսի, եթե իր օրերուն երթանք, ասանք փաներ ֆխար աման մնե ասանք ինչպես կսեն գավեշինված աման մնե փոս որ մեջը յուղ գտնեն եւ այդ յուղի մեջը բադրիկ գտնեն եւ որբեսի լույս տա ջրակը պետք է որ միշտ յուղով լեցվի բադրիկը պետք է գդրվի մաքրվի ես կհիշեմ պատերազմի ադեն որքան մոմը կվերջանա մենք անակ յուղով փաներ գտնեինք եւ միշտ պետք է վրային բադրիկը գդրենք եթե ոչ փան գնե մուր գանե ասանք այսօր իմաստը քույրեր ջրակի մեջը յուղը սուրբ ոգին է որ մեր կյանքերում մեջ պետք է լեցվի եթե ոչ մենք լույս չենք տար մենք մեր մեջ լույս չունենք լույսինի պես ենք լույս չունիմ ես լույսը ինչպես կուտամ սուրբ ոգին երբ որ գա մեջս երբ որ գլեցվին երբեմն սուրբ ոգին գա բայց բադրիկս աղդոտ է ինչ կլա սխալ խոսք կելլե սխալ գեցված կելլե վիրավորիչ բաներ կելլե պիս հոտ կհանեմ քեշ բաներ գնեմ Սուրբ ոգին գուկա գսե թանագ առնեմ մգրադ առնեմ գդրեմ ասի երբ էր վերջին անգամ աստծո արչև կացիր խոստովաներով ով դերսից աս խոսքսի ասկեսված կունեցա շիդակ չէ քեշ հոդս կսանել մուր հանեցի իսկսեն գիտեք թրքերով փոխանակ անուշ լույս տալու ջրակ ես թունքույրս ջրակը բարելու համար գդրե ատպանը գդրե եւ ֆիտիլը մակրե ճիշտ այդպես ջրակը միշտ յուղը պետք է լեցվի սուրբ ոգիով եւ այդ յուղը սուրբ ոգին է ինչպես լույս մենք կրնանք տալ կորցնականորեն հիմա մենք օքեյ լեցվեցանք սուրբ ոգիով ջրակը բադրիկը գդրեցինք մաքրեցինք մենք ուրիշին կրնանք լույս տալ քաչալերելով ներշնչելով մղելով հանգստացնելով ուրախացնելով եւ ցանկ տալով ասպես մեկս մյուսիսալ մենք միան ոչ թե խավար աշխարհին լույս ենք, իրարույա լույս ենք մենք։ Իրարու պետք է մենք քաչալերենք։ Բարի կորձերը ինչպես որ հաջորդ համարը 16-րդ համարը գսե։ Սուրբ Գիրքեն օրինակները ուզեմ նայել, որոնք մեր արչեւ օրինակ են աս լույս տալու գաղափարին։ Առաջինը Թանիելն է։ Երդասարդ Թանիել որոշեց թակավորին գերագույններն ճուդել հաստատ կենալ անգեց հետ Տակավորին հրամանել չի վախծավ, ալիչներու կուպը պիտ նետվի մսավ, նետվիմ։ Երեկ անգամ պացաբադոանը աղոտքի կյանքը շարունակեց։ Ինչպես կրծավ Թանիել աստուիսը լալ, ամեն օր աստծո հետ կխոսեր։ Ես ինչպես կրնամ լալ, սուպկիր կարդալ ամեն օր, աղոտքի կյանք ունենալ, եթե գնանք սուպկիր կոդ սորվեցեք քույրեր։ Գիտեմ, որ մենք սկսանք երանելիներ կոդ սորվին, որքան դարիքնից առնենք ասիկը դժվարանա, բայց կոդ սորվին մարզանք է։ Մտքի մարզանք է, ինչպես մարմնի մարզանք կնենք, կոդ սորվելով մեր միտքն է, որ արդյուն կնենա։ Այդ մարզանքը ընենք։ Եվ աղոտքի կյանք ունենալ, վգայել եւ Աստծո գործին հավատարիմ ըլլալ։ Եվ Թանիել ասոր օրինակն է մեր արջևը, քաչալերես իր ընկերներու, որ անոնք չի ծրին թակավորին արցանին։ Ուրեմն տուն այսօր քու լույսով ուրիշին գնաս քաչալերել, որ անիգա աղոտքի մեջ շարունակե, անիգա սուկիր կարծա, անի հավատարիմ ըլլա, մեկտեղ ժողովելի մի թողով կսե, որքան կարևոր է ասիգա։ Երկրորդ
օրինակ որ սուկիրկեն գտեսնենք Նեեմիան է։ Եվ Նեեմիա ինչպես օգտակար եղավ կամ լույս եղավ, բարի գործերու մեջ հրահրեց ժողովուրդը։ Նեեմիա ուրեմն բանեն, Շուշանեն, որ հիբան ներգա Թարուս բանն է, Բարսկաստանն է, մինչև Երուսաղեմ եկավ, դաժարը շինված էր, բայց բարիսպները պլած էին։ Ժողովուրդը կովկովի հավաքեց բարիսպները շինելու համար։ Գիտեք, քանի օրեն շինեցին բարիսպները։ Մեկ խաղապարումի, քանի օրեն Երուսաղեմի 4 կողմ բարիսպ շինվեցավ։ Բարձր բարիսպ։ Քիչ ավելի։ 5 տարի, 4 տարի, Օրի հարց է։ Վնաս չունի։ 52 օրեն բարիսպ շինեցին։ Գիշեր ցորեկ աշխատեցան։ Ինչպես Նեեմիան քաչալերեց։ Տուն որքան ուրիշին կքաչալերեց, որ շինե։ Բարի բաներն է։ Որքան կարևոր է, որ քույրեր մենք իրար քաչալերենք։ Մեկը փլած է։ Քաչալեր է։ Տովոտկել աստծո խոսքով, համարով, հերացայնով, այցելությունով, քաչալերություն, այսպեսով լույսը կզորացնեց։ Բարի գործերու քաչալերեց։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:5 First Thessalonians 5:5 Սետա եթե գարտաս Ասեն զուտ ամեն կապուստը որդիները, մեկ զերիքման որդիներ, մեկ կիշերու չեն, հարավին չեն, ուրեմն չկնանան ինչպես ուրիշները, հաբա արդյուն ու ուշ ունան, ասեն զե անով, որ կկնանան, կիշերը կկնանան, և անով, որ գարպենան, կիշերը գարպենան։ Այո, շնորհակալ եմ, ուրեմն լույսով որդի ենք, մի կնանակ կսեգոր, արդուն եղեք։ Գիշեր ցորե 24 ժամ արդուն գնալ պետք է հոգևորապես, որովհետեւ մենք աս բաներու մեջ արդուն ենք։ Երրորդ օրինակը, որ մեր արժեքը կտեսնենք, գիշեք Անաբադի մեջ Իսրայելի ժողովուրդը ամաղեգի եկավ եւ գրիվը սկսանել, պատերազմը սկսանել, մինչեւ այնադեմ որ Մովսես լերան վրա ցերքերը վեր գաղոթեր, գաղթեին։ Հիմա եթե դու ներթակ փորձեցեք ցերքերը վերնել, քանի վարգան գտիմանաք։ Քանի վարգան գտիմանաք։ 5 վարգան, 10 վարգան, գփալինք։ Մովսես ինչպես պիտի իմանա։ Գիտեք ասի ինչի պատկեր է։ Երբ որ մենք աղոթքի մեջ կհարադևենք եւ կմարդնչենք, we wrestle, գողոքնենք, հոգնած ես դու աղոթքի մեջ։ Նույն բանն համար գաղոթես կորքան դարի է, բամ շարժիր կորդերը։ Ինչ կլաս, գողոքնես կսես ես այլպես պիտի աղոթեմ։ Եղերը անակեզի, ինձ շատ եղեր է։ Ուրեմն որքան կարևոր է, որ Ահարոն եւ ով վրքան ցերքերը վեր բռնեն։ Ինչպես որ ըրին Մովսեսի, մինչև այնադե որ Մովսեսի ցերքերը վեր էր, հաղթեցին լույս եղանանով քույրեր։ Տուն որում պիտի աղոթքի կյանքի մեջ քաչալերես։ Հիմա գիտեք, շատեր կուքան գսեն որ ինձ համար աղոթե, դու ինչ գսես, այո դաղոթեմ։ Գաղոթես, բայց իրական։ Փերանով գսեք։ Որքան սերեմ ես անանք։ Աղոթքի նույն կուտա մեկը, քեզի համար պիտի աղոթեմ գսեմ, լավ գսկացնես թիմացինին, դու երթաս կմոռնաս։ Ուրեմն երբ որ գսես, follow through պետք է անենք։ Քանի որ այդ քու աղոթքետ գախյալ է թիմացինին հաղթությունը հոգևոր պատերազմի մեջ։ Հավատանք քույրեր մենք մեր աղոթքը փերանով եթե աղոթես նոր արաստաղը մեր չլեր։ Հավատքով եղած աղոթքը շատ աստվածություն ունի գսե։ Արդարին չեր մերան աղոթքը, բայց այդ արդարը գողնի կթուննա աղոթքի մեջ քույրեր։ Ես իմ կյանքից գիտեմ գույաստապին գուսադի կսեմ որ ասիկա պիչլա կսես ինքսին կտուցնես եղիր Ահարոն եւ Օվր կովդ ով գա Մովսես մգա ցերքերը պետք է լա լույս եղիր իրեն որբեսի շարունակի աղոթել մեկս մյուսից վեր բռնենք քույրեր մենք այդպես լույս կգնանք լալ աղոթքի կյանք ունենալ եւ քաչալերել եւ չորրորդ Դավիթը օրինակ է մեզի Դավիթը եղբայրները ամենն Սավողի բալադին մեջ հազարաբետներ են, հարյուրաբետներ են, մեծ տիտկեր են, ինքը ով է, ճոճուխ։ Գնատուն բաբային ոչխարները տուն բանի կարևոր չես։ Մարդ չես տուն։ Նույնիսկ երբ որ Սամուել եկավ որպես պիտի օձե, 7 դղա բերավ հայրը, ուրիշ չունի սկսել, քանի որ Սուրբ Հոգին Սամուելի գսել ասչե, մինայր, դուրսի իր բանի մինայր գսել, հասագին մարմինին։ Ասչե մնդրածես։ Հա գսել հայրը, ամենը բզդի կգա։ Թաշտն է գսել Սամուել գսել գանչես եկադոր։ Դավիթ կնարսել որ ես
Ինչու ես ամենին բզդիգնեմ, ասանք փանգ ունենա, ինչ կսեն, self-esteem-ը գրնա, դգարը սկալ, ինքսիկը ոչինչ գրնա սկալ, փոխանականան գնելու, իրեն մեգումը դեղ չի տրին, մարդու դեղ չի տրին, ինքը քնարը արա, մյուզիկ սորվեցավ, իրեն փորձրա, որ բալատ ելլա հետո նվակ է, եւ իր փորը ժամանակը ինչպես անցուց փարապանությունով։ Այդ թաշտերու մեջը, ոչխարներուն կովը, մեկը չի լսեր, որ միրագը օրդներով իմանցես, դերը իմ հովիվս է, ամեն բանի համար փառք բիզնամ աստուծո, ամեն ժամանակ դերը պիտի կովեմ, անիգա է իմ ամրությունս, իմ վեմս, իմ արարիչս, իմ չերսավ, մենք ուրեմն թավիթի այսօր այդ սաղմոսները մեզի լույս չեն, ուրեմն երբ որ թունգը փարապանես քույրս, լույսը կզորացնես, շատ թյուրուն է կանգադիր, շատ թյուրուն է, հեչ effort չուզեր, աշխատանք չուզեր, ասիդը կպխի գոր, կանգատ, ամեն բանի մեջ կանգատ մգտնենք, մազգը կտնենք, ամեն ջաշի մեջ, բայց երբ որ փառք ու դաս աստծո կփարապանես, լույսը կզորացնես։ Եվ ինչու համար Հիսուսը սա որ ջրակը չեն վարել, ուրեմն մենք ջրակի մասին կխոսենք, չէ՞, տեսանք մենք Թանիելը ջրակ եղավ, Նեեմիան, Ահարոն եւ Օվեր, Մովսես, Դավիթ, ուրիշ շատ օրինակներ կան, ես մի ասմիկանի ադասի, ջրակը չեն վարել ու տներ քրվանի դա, քրվանը գիտեք ինչ է, մենք ամառը երբ որ ֆարմեր էտան, բուշլ, անգլերեն բուշլ գսեն, բուշլը որ ասած լոլիկ կառնես, լուպիա կառնես, մեծ գողովսել է։ Քանի որ երբ որ դունին մեջը որ այնադեն էլեկտրականություն չի գար, ջրակ պիտի լամեն դունի մեջը, ջրակը չես վարել դագ վրանալ փանը կոծես, բասկետը կոծես։ Հաբա բարձր դեր գտնես, որ ամենը լույս տա, որքան բարձրացնես, այնքան ավելի պիտի լուսավոր է։ Գիտեք քույրեր, մենք ջրակ ենք, այո, Սուրբ Հոգին մեր մեջն է, յուղով լեցված ենք, եւ այդ փանը, բադրույկը փանրած ենք, հոդած ենք, կդրած ենք, գվարենք, որ բայց երբեմն վիճակներ կա, որ մենք մեզի քրվան գտնենք վրան։ Գիտեք ինչպես գներվիս, չղակրկրվիս, գփարգանաս, գնդվզիս, գուսադիս, վարյանական գլասիգա։ Մեկ անգամ են դու որ Սուրբ Հոգիով լեցված անցես, մեկ անգամ են փոսի մեջնես։ Եվ ջրակ կա, բայց կոց է։ Դեր օգնե ես ինձ կարոզեմ առաջ, որ քրվանի դակ չի տնեմ իմ ջրակս։ Քանի որ սադանան մրնչող արուձը գուկա, մեկ երբ վարյանի մեջ կեցի, խոսք մսել գուդա, քրվանի եղավ արդեն, կացիր։ Վկայություն կգործընծնես։ Հաբաթիր աշտանագի վրա, որբեսի լույս տա բոլոր դանը մեջ եղողներում, 4 կողմի մարդոց հետ։ Եվ կորց կարակելոց 26:18 Սիլվա Հաջիս եթե գարտաս, Acts 26:18, thank you։ Անոնց աչքերը փանալու խավարեն լույսի ու սատանայի իշխանության աստծո դարձնելու, որբեսի անոնք մեղքերու թողություն գտնեն եւ սուբտերուն հետ մասնագից ըլան ինձի հավատալով։ Շնորհակալ եմ, Բողոս Արաքյալ գսե, անոնց աչքերը փանալ, լույսի փանալ։ Եթե ես լույսս կոծեմ, ինչպես պիտի փանամ, քույրեր։ Ինչպես պիտի փանամ։ Շատ թյուրուն է քրվանի դակ տնել լույսը։ Ասկուշլանք։ Ես ինձի գսեմ։ Բուզիկ բանը մգներվիս, բուզիկ բանը մգդվզիս։ Մենք մանավանդ սկայուն ենք գիներս, որքան դարիք դիսանեն, ինձի ըսին, չսին, կարևորություն դվին, չի դվին, կսպասենք իրար մի բարապ նյութեր, սադանանը գալն է, ինչ անուշի, թողյակտեր գշինես դիտ մեջը, գզարդար է, ասանք արջևըտ կտնե, թունադագը գերտաս բոլոր օրը, լույսը քրվանի դագը ինչ կդատ լույսը, օքսիջին չի գականի, որ գմերնի։ Մարած է այսօր լույսը, իմ լույսս։ Ելենք, լապտերները ետ վարենք, գիտեք 10 գույսերուն արագը, մանոր բիդի չի տպնանք, բայց ելանք լսե, երբ որ պեսային ցայնը լսեցին, լապտերները շտկեցին, լապտերը շտկե, յուղըտ լեցուր, բադրույքըտ կդրե, որբեսի լույս տաս։ Եվ լույսը տիր պարծմդեղ։ Տերևս այդ պարծության մեջ մի անտունես, մինագըտ վիտ լուսավորես, մնաս չունի, բայց եղիր այդ լույսը, որ աստված կուզե որ լաս, քանի որ Հիսուսով թուգեք աշխարհի լույսը։ Հիմա իրական բաղմություն բիտ պատմեմ ցեզի, եւ անանգո բիտ վերջացնեմ, եւ ասիգա բաղմությունն է երկիմը, որ մեր Էլմաջան երկարան մեջ ունենք, ետքը ցեզի բիդի ասեմ բարերը բիդի գարտամ։ Ուրեմն ասիգա գբադայի որ մենք հոս 5 Great Lakes կա աս շրջանի մեջ, չէ՞։ Մեծ 5 հատ լիջեր կան։
մեր Ontario Lake-ը հոսկա եւ այլն, մեկ լեյքը Lake Erie, որ Lake Erie-ին ճուրն է, որ Niagara Falls-ն Ontario Lake-ը գվազե։ Okay, at լիճը Cleveland-ի մեջ Ohio, որ աստեղ քշելով 7-8 ժամին կհասնենք, ուրեմն նորեն հոնդեղը Փարոս մգա, ծովուն եզերքը, Փարոսը գվարի գոր։ Բայց Փարոս չի փավեր միան, Փարոսին գողքին ավելի թեպի ճուրին եզերքը բզդիկ ջրակներ կան։ Ինչու, քանի որ ամիկ նավ որ գուկա, պետք է իր փանի մեջ լեյնին մեջը մտնա։ Գիտեք, իր ուղին մեջը մտնա։ Չիմացեն մեծ նավերը գուկան, Փարոսը դեսավ, գիտեն, որ իրենք նավանկից հասած են, բայց պետք է որ երթան եւ իրենց շիդակ ուղին մեջը մտնեն, այդ բզդիկ ջրակները պետք է։ Ուրեմն օրը անցումը որ այդ բարդականությունը ու դեր ասիկա գլա 1800-ական թվականներում։ Այս բարդականությունը ունեցող անցումը օրը գսի հոգնեց ասկուրձաները։ Քանի որ առանց կենալ յուղը պիտի լեցնե։ Քանի այդ ջրակ կանանք։ Այդ բոլոր ջրակները պիտի երթամեգեն, մյուսը քիշերվա մուտին, բաղին, փոթորիկ, չգիտեմ ինչ, ամեն բանին պիտի անընդհատ երթա ու յուղը լեցնե, որովհետեւ ջրակը վարի։ Ինչու՞, քանի որ ահակի նավեր պիտի կան, այդ նավերուն, ոչ թե միայն նավերուն, նավորդներուն, բոլորին կյանքը այդ մեկ ջրակ են կախյալ է։ Ուրեմն օրը աս ջրակ վարողը գզլանա իր փորձի մեջը, նավը Cleveland-ի մեջ կլագորասիկա գմոդենագոր Ohio Lake Erie վրա թեբինավանկից Փարոսին լույսը կդեսնեգոր ահավոր փոթորիկա ալիկները գջեղկեն գորասամ չի գնալ որ արչևը դեսնել գողվի գոր թեբինավանկից բայց ուրեմն գխոսի գոր փանով այնադեն ռադիոյով գխոսենք սեվր ասի Cleveland Harbor-ն է Cleveland-ի նավանկիցն է թիմացեն գսեգոր այո բայց կսե որ թիմացիան ուրեն վարի լույսերը չեմ դեսներ որ արդեն մարդը սածադենա թիմացիան Փարոսեն լույսը ուկա որ պատասխանը ուկա որ հավանաբար մարած են բայց չեմ դեսներ որ արջևս կսե որ եւ արդեն այդ արակությունով որ ուկա որ քարի որ չի գա այդ վարի ջրակները այդ մեծ նավը 200 հոգի գա մեջը գզարնվի այդ փոթորիկին մեջը գզարնվի ժայրերու եւ գնգլմի 200 հոգի կյանքը կվտանգվի։ Ուրեմն այս պատմությունը D.L. Moody, որ մեծ ավետարանի չէր 1800-ական թվականներուն, կպատմե օրմ իր պատկամի մեջը եւ գսե հավատացյալներ, դուք այդ վարի ջրակներն եք որ պետք է վարիք, Հիսուս այդ մեծ Փարոսն է։ Ինքը միշտ հաստատ կեցած է, բայց ցուն անընդհատ պիտի վարիս, Սուրբ Հոգով պիտի լեցվիս, գրավը լույսը ջրակը վար պիտի բահես, քանի որ նավորդներ կան որ դեպի քեզի կան որ եթե ցուն չի վարես պիտի գործվիս։ Ուրեմն հոն աս ավետարանչական ժողովին մարդը որ մոդին հետը միշտ կշրջեր եւ ինքնալ հոն ներկա էր, որուն անունն էր Bliss եւ ինքը փանաստեղծ էր, բարերը կգրեր, երկին բարերը գրեց, որով կգտնենք մեր Էլմաջան երկարանի 43-րդ երկն է, որ գսե թող վարին աղոտ ջրակները, կփայլի մեր հորոքութը, իր լուսո կահեն վերերն, բայց բահել մեզի հանցնած է եզերքին վրա գանթերներ, թող վարին աղոտ ջրակները, լույս ղրգե ալյաց մեջ են, դադանյալ մարած նավորտմը թուն գրնաս պրգել գործեն, Ոհ մեղած քիշերն բադած է, ալիքները կքորան, անցկանոք թիդող աչքեր կան, որ եզերքը լույս տեսնան, արդ, եղբայր, քույր, վարեգան թեղըց, նավորտներ թող հրավիրվին, կփնդրեն նավահանգիստը, ոհ մութին մեջ չգործվին, թող վարին աղոտ ջրակները, լույս ղրգեն ալյաց մեջ են, դադանյալ մարած նավորտմը թուն ես մենք գրնանք պրգել գործեն ուրեմն այսօր քույրս մարդահրավերը մեզի է որ մեր ջրակները վարած պահեն թուգեք աշխարհի լույսը ասավ Հիսուս թուն այդ բզդիկ ջրակներս կսես որ ես աս բզդիկ լույսս որն գոքնե մի սեր մի թեր կնադեր քու բզդիկ լույսը քու ընտանիքիդ մեջ
քու շենքիդ մեջ ծրացիներուդ, թորնիկներուդ, ասկարաներուդ, քու ամիջական շրջանագիտ, քու եկեղեցիիդ, քու ուր որ ես լուսավորը հոն ուր որ ես, քանի որ երբ որ լույսդ մարի, ասել է որ յուղդ վերջացավ, ամեն օր լեցվիր, ամեն օր գարցա, ամեն օր աղոթե, եթե բադրույքդ մխագոր, գդրե, գծավի ատ գդրելը, ատի խոստովանությունն է գույրես, և մի ծներ քրվանի դապ, հաբա աշտանագի վրա, որ լույս կուդա, դան մեջ եղողներուն, և եթե ունիք Մատթեոս 5, 14 և 15 համարները միասին գարտանք և այսպեսով այս կեղեցիկ խորհուրդը վերջացնենք Մատթեոս 5, 14 և 15 միասին Թուգեք աշխարհի լույսը քաղաք մոր լերան վրա գեցած է չգրնար բահվին ու ջրակը չեն վարեր ու տներ քրվանի դակ հաբա աշտանագի վրա և լույս կուդա բոլոր դագը մեջ եղողներուն Աստվածորդն է և ամեն մեկուս ջրակը իրար քաչալերելով զորացրենք լեցվինք Աստծո փառքին համար ամեն